Բայց կարելի է զգուշացնել, չէ՞։ Կարելի է զգուշացնել, որոշումը կայացնում է ու բան։ Այս վանդալիզմը դուսա գալի, որ մեր երկրում օրինականություն չկա։ Ինչ որոշում են, իրանք այտենց էլ անում են, մինչև երբ կարելի է Վարոյ Վիգենին է բայց ինչ են քանդում։ Քիչ են քանդում։ Ազգային ժողովից կռիչ կա։ Չենք աշխատացրել, ուղիղ 21 թվից մինչև հիմա դատական պրոցեսը գնում է, մենք չենք աշխատացրել, բայց պարտաճանանչ հողի վարձավճարը մուծել ենք։ Ձեզ ուզում եմ նաև տեղյակ պահեմ, հողի վարձավճարը մենք մուծել ենք, ինքը 23 թվականով հաշվարկ է արել, հələ մեր հետ հաշվարկ է արել, այն դեպքում, երբ որ զրոական տեղեկանքներ ունենք, որ հողի վարձավճարը գործնեություն չենք արել, մուծել ենք 23 թվականով ինքը վերահաշվարկ է արել, մի հատ է 12 միլիոնի մեզ պարտք է գրում, որ մենք հողի վարձ ենք պարտ։ Այդ որտեղ է գրած, որ 23 թվականից 23-24 թվական մենք զրոական տակտ ունենք, որ վճարումներ արածա, այդ որտեղ է գրում, որ զրոական տեղեկանքով դու հետ հաշվարկ ես անում, բա որտեղ է օրինականությունը։ Ինչ քայլերի եք դիմելու։ Ամեն ինչ էլ դիմելու ենք, որտեղ նախ պատրաստում եմ դատախազություն վարչապետին ուղարկեմ, դատարանել եմ դիմելու, հոսեն չի, հասկացանք, որ ոչ մի օրենք չի գործում, այս կարգի, բա դու ուրիշ ժամանակ քաղաքապետարանի ներկայացուցիչները տեղեկացնում են, որ պետք է քանդեն, դու երեք որոշում ես կայացրել, հիմա եկել ես քանդում ես։ Բա տեղեկացնիր։ Այդ ինչի, երբ որ մի հատ տերևա լինում, դու զանգում նամակ ես ուղարկում, տուգանք ես սահմանում, որ կեղտոտ լինելու դեպքում պետք է տուգանենք, էս է մեր երկիրը, անօրինականություն, քաղաքապետը ոնց ուզում է Երևան քաղաքում իրան անեցել, իր ուզած ձևով էլ իր գործունեությունը իրականացնում, դե թող քանդեն, ուրեմն ինքը երեք քաղաքապետը որոշում է կայացրել, մի հատ էլ այդ որոշումի մեջ, որի մասին մեզ տեղյակ չի բայր, որոշումի մեջ էլ կետ է նշել, որ այս բոլոր այս ամբողջ տեխնիկան, այս ամեն ինչի փոխհատուցումը ես պետք է անեմ։ Մի հատ էլ այտենց կետ է մտցրել, դե դա արդեն իր լկտիության ամենաբարձր աստիճան է, իր տված վնասը չի բավականացնում մեզ, մենք էլ պետք է փոխհատուցենք, որ մանգլավիկներին վերելացրել էր այստեղ, այս զիբիլա տեխնիկայա բանը, սաղի համար պետք է վճարենք մենք։ Ոչինչ, մեզ ոչ մի բանի մասին, ոչ մի բան, դատարան նույնիսկ իրանցից ոչ մեկ չի ներկայացել, ոչինչ չեն զգուշացրել, ոչ մի բան, վերջի զգուշացումը եղել է, որ մի հատ նամակ են ուղարկել, որ տարածքը մի փոքր կեղտոտ է, ես էլ նույն ձևով մաքրած վիճակում իրանց պատասխանել եմ կենտրոն թաղապետին, Պետոյանին, Պետրոսա Պետոյա, հա, իրան պատասխանել եմ, որ իմ մոտ տարածքը նորմալ է, կողքի գիշերային ակումբը զիբիլը կեղտը լցնում է տեղ, այդ է եղել, դրանից հետո իրանք մեզ ոչինչ չեն տեղեկացրել, իսկ որոշում է երեգա կայացրել, այսօր էլ առանց զգուշացնելու եկել իր վանդալիզմը արել է։ Նարինե Վարդանյան, տնօրենն եմ, հա։